Այսօր բայց որ ցած խոսալու բան չի։ Եթերում եք աշխատում, պարոն Դավթյան, զուտ մանրամասնելու համար հաշվարկային ֆայլի հետ կապված ուշացման խնդիր է եղել։ Պարզաբանեք նախ ինչ ֆայլ է մեզ դիտողների համար եւ ըստ ձեզ ուշացումը ինչով է պայմանավորված։ Շատ լավ, այդ ֆայլերը դե բոլոր նմանատիպ գործերով կան, այսինքն դատախազությունը իր հաշվարկը անում է որոշակի Excel ֆայլերի միջոցով, որոնք տարբեր գործերով այս կամ այն փուլում տրամադրվում են եւ դատարանին եւ պատասխանող կողմին։ Այս պարագայում մենք այդ հարցը բարձրացրեցինք նախորդ դատական նիստին, մարտի 7-ին կայացած եւ այդ ժամանակ հենց քննարկումը տեղի ունեցավ, դատական նիստին ներկա եք եւ դատախազության ներկայացուցիչը խոստացավ 1 շաբաթում տրամադրել, մենք խնդրեցինք իհարկե 1 ամիս ժամկետ դրանց անօթանալու եւ հարցեր ձևակերպելու համար, բայց դատարանը տրամադրեց 2 շաբաթյա ժամկետ եւ այդ հաշվարկով նշանակեց այսօր դատական նիստ, ավելի ճիշտ 3 դատական նիստ այսօր, ապրիլի 3-ին եւ 4-ին։ Մենք դա ստացել ենք մարտի 20-ին փոստային առաքմամբ, այսինքն, չգիտեմ, ինչ գործընթացների արդյունքում ամեն դեպքում դատախազությունը մի փոքր ավելի ուշ էր ուղարկվել մեզ, քան խոստացել էին եւ հաստատի մոտ 1 շաբաթ ժամանակ ենք ունեցել ծանոթանալու համար, այդ պատճառով մեջնորդեցինք հետաձգել բոլոր 3 դատական նիստերը։ Դատարանը բավարարեց մասնակի, այսինքն երկուսը հետաձգեց, բայց ամսի 4-ի դատական նիստը չհետաձգեց, որը դարձյալ բավարար չէ, հավանում։ Այո, ըստ էության մենք միայն շատ ընդհանուր հարցեր կարող ենք ձևակերպել, տեսնենք ամսի 4-ին, այսինքն կփորձենք։ Պարոն Դալաքյան, ձեր խոսքում նշեցիք նաև հայցվոր կողմի առաջարկությամբ դատական նիստեր այսպես ձգձգելու, հետաձգելու միջնորդությունների միտում տեսնում եք այս պրակտիկայում։ Ես հավելեմ, մինչ նախորդ դատական նիստը շատ ակնհայտ էր, որ հայցվորի կողմից անընդհատ ձգձգվում է նիստը։ Նախորդ դատական նիստից սկսած կարծես դատարանն էլ ինքը շահագրգռություն ունի շատ արագ նիստեր նշանակելու, ինչով եք բացատրում սա։ Տեսեք, դա հիմնականում անցած տարվա ընթացքում մենք մի շարք առանձին գրություններով դատախազությանը հայտնել ենք տարբեր գործարքների, գույքի վերաբերյալ մեր դիրքորոշումները, որոնք մեր կարծիքով շատ ամուր հիմքեր են վերահաշվարկներ կատարելու եւ հայցի պահանջը առնվազն էապես նվազեցնելու, եթե ոչ ամբողջությամբ հայցից հրաժարվելու համար։ Եվ մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ, դատախազությունը հայտնում էր, որ կատարում է, աշխատում է այդ վերահաշվարկի ուղղությամբ եւ շատ հնարավոր է, որ վերահաշվարկ կատարվի, հայցի առարկայի փոփոխություն ներկայացվի։ Մի քանի նիստ էլ, ինչպես նշեցի, արձակուրդով պայմանավորված էր հետաձգվել եւ մենք սպասում էինք այդ վերահաշվարկին եւ հայցի առարկայի փոփոխությանը, բայց նախորդ դատական նիստին պարզ դարձավ, որ պարզապես դատախազության հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ չունեն որևէ վերահաշվարկ եւ նման դիրքորոշում չունեն, չգիտենք ինչ պատճառով, որովհետեւ մենք պնդում ենք, որ մեր ներկայացրած տվյալները առավել քան բավարար են այդ վերահաշվարկը կատարելու համար։ Ինչևէ, հայցից չեն հրաժարվում, առարկան չեն պակասացնում, մենք արդեն այդ բոլոր դիրքորոշումները կներկայացնենք դատարանին դատավարության հետագա փուլերում։ Հայցվորի ներկայացուցիչը նախորդ դատական նիստում ասաց, որ Excel ֆայլը, որը ձեզ արդեն տրամադրվել է, այդտեղ հաշվարկները արված են հայցի վերանայման մասով եւ ծանոթանալուց դուք արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Թեկուզ ցույցիկ եք ծանոթացել, բայց նախնական ունեք դիտարկումներ։ Տեսեք, հաշվարկները իհարկե ամեն գործարքի մասով իրենց գնահատականները կան, ապօրինի ծագում ունեցող, օրինական ծագում ունեցող, բայց մեր առարկությունները եւ դիրքորոշումները, որոնք մենք ներկայացրել ենք դատախազությանը, շատ ավելի ընդհանրական են եւ հիմնավորապես կարող են փոխել այդ հաշվարկը եւ մեկ օրինակ բերեմ, մենք նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել են գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որովհետև եւ դա հրապարակվել է, սրա մասին կարող եմ իհարկե հիմա խոսել, որովհետև մեծ ծավալի գնահատականներից մեկի հիմքում, ապօրինի ծագում ունեցող գույք որակված գնահատականի հիմքում ընկած էր Հայ-Էկոնոմ բանկի կողմից տրված քաղվածք, որը իրականությանը չէր համապատասխանում, այսինքն այդ քաղվածքը ցույց էր տալիս, որ
ընկերություններից մեկի բանկային հաշվով որևէ շրջանառություն չի եղել տարիների ընթացքում, բայց մենք ունենք պահպանված բնօրինակ անդորագրեր հենց Հայ-Էկոնոմ բանկի, որոնք ցույց էին տալիս շատ խոշոր չափի շրջանառություններ այդ բանկային հաշվով։ Եվ այդ առերևույթ կեղծ քաղվածքի վրա հիմնվելով դատախազությունը ապօրինի է որակել 2001-ից, եթե չեմ սխալվում, 2004 թվականներին ստացված շուրջ 4 միլիարդ դրամի եկամուտ շահութաբաժինների եւ բաժնեմասի օտարման արդյունքում ստացված եկամուտ շուրջ 4 միլիարդ դրամի եւ հասկանալի է, որ 4 միլիարդ դրամից բխող հետագա եկամուտներն էլ, գույքի ձեռքբերումներն էլ էլի գնահատվել են ապօրինի հետագա տարիների ընթացքում։ Նաև արժեքի մեծացում է Բնականաբար։ Հիմա մենք սա ենք ասում եւ այդ միջնորդությամբ էլ ենք դա ասում, այդ փաստերի վերաբերյալ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել եւ նախաձեռնվել է քրեական վարույթ, մինչ այժմ ընթանում է, որևէ արդյունքի դեռ չի հանգել, դա էլ է շատ դանդաղ ընթանում, բայց ամեն դեպքում այդ քրեական վարույթը կա։ Մենք այդ հիմքով միջնորդել էինք կասեցնել, որովհետև այդ փաստերի պարզումը բացահայտումը հիմնավորապես ամեն ինչ կարող է շրջել այս գործով։ Դատարանը ինչով է չբավարարեց այդ միջնորդությունը, ասաց դրանք կանդրադառնանք դատավարության հետագա փուլերում, բայց սա որպես օրինակ բերեցի, որպեսզի պարզ լինի, որ մեր ներկայացրած փաստարկները, տվյալները ոչ թե կոնկրետ 1 կամ 2 գործարքի վերաբերյալ են, այլ այսպես հիմնավորապես կարող են փոխել ամբողջ այդ հաշվարկը եւ ամբողջ հայցի առարկան։ Պարոն Դալաքյան, մեկ ճշգրտում, գուցե փակագծեր բացեք, գործին առնչվող ինչ հիմնական գործարքներ են այդ հաշվարկային ֆայլում տեղ գտել, որոնք են հիմնական գործարքները, որ գործի համար, այսպես ասած, առարկայական նշանակություն ունեն։ Կան այդպիսի Շատ են դրանք բոլոր ըստ էության բոլոր գործարքներն են, այսինքն Ռուբեն Հայրապետյանի, նրա ընտանիքի անդամների, նրանց պատկանող ընկերությունների, այսինքն նրանց մասնակցությամբ ընկերությունների խիստ ծավալուն փաստաթուղթ է եւ հենց այդ պատճառով մենք միջնորդեցինք հետաձգել, որովհետեւ կարողանանք նաեւ այդ ամբողջին ծանոթանալ։ Բայց կրկնեմ, մեր առարկությունները մինչ այժմ ներկայացված եւ դրանից հետո էլ որ պետք է ներկայացնենք դիրքորոշումները ոչ միայն կոնկրետ հատ այդ գործարքներին են վերաբերում, այլ այնպիսի առարկություններ են, որոնք ամբողջությամբ այդ հաշվարկը կարող են էապես փոխել։ Շնորհակալ ենք։ Ձեզ շնորհակալություն։